Գեորգին արդեն 18 տարի ոստիկանությունում է, աշխատավայրում խոստացել են, որ բնակարան կստանա։ 35-ամյա ոստիկանը չի հավատացել ուրախությանը, այնքան, որ անգամ ամենամերձավորին կնոջը չի պատմել։ Այվազյանների ընտանիքը մեզանից իմացավ ուրախ լուրը։ Մեծ ու համերաշխ այս ընտանիքում անձնական հարաբերությունները երբեք էլ խնդիր չեն եղել։ Կենցաղն են եղել, առավոտյան երբ բոլորը դասի ու գործի են, լոգարանի հերթ է։ Երկու տղաս, իրանց կանանցով, իրանց երեխաները, մենք ամուսիններով եւ մեր տատիկը։ Դե պարզ է, որ դժվարությունը կա։ Դժվար է, փոքր երեխաներ ու մեծ ընտանիք, երբ որ առանձին ննջարանի խնդիր առաջանում։ Դե տեղավորում ենք էլի մի կերպ։ Իրավապահների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր ուսումնասիրել ծառայողների սոցիալական վիճակն ու երկամսյա ժամկետում առաջարկներ ներկայացնել։ Կառավարության վերջին որոշմամբ կլուծվի ոստիկանների ազգային անվտանգության եւ պետական պահպանության վարչության ծառայողների բնակարանների հարցը։ Երբ որ նախագահի մոտ խորհրդակցություններ հարցեր բարձրացվել, որ նաև սոցիալական խնդիրները պետք է գտնվեն պետության ուշադրության կենտրոնում եւ այսօր մենք ստացել ենք այդպիսի հանձնարարական նախագահի կողմից եւ առաջիկայինն ենք անում ըստ էության։ Բնակարանի խնդիր ունեցող այս եւ մյուս ընտանիքների համար հնարավոր է նոր շենք կառուցվի կամ շարունակվի իրավապահների խորհրդային տարիների կիսակառույցի շինարարությունը։ Խնդրի լուծման ուղիներ դեռ կգտնվեն, կարևորը բնակարանների բաշխումն արդարացի լինի։ Այստեղ խնդիրը վերաբերում է որոշակի խրախուսման մեխանիզմներին, երկարատև ծառայություն ունեցող անձանց։ Ոստիկանությունում արդեն նախնական ցուցակ կա, ամեն ինչ արվել է, որ ընտրությունը թափանցիկ ու արդար լինի։ Սա միանձնյա չի որոշվել, թե որ ծառայողն է ենթակա խրախուսման կամ արժանի։ Ընդհանուր ժողովներ են հրավիրվել, կոլեկտիվի ընդհանուր ժողովներ, ըստ ստորաբաժանումների, եւ ընդհանուր ժողովում քննարկվել այս հարցը։ Զայների մեծամասնությամբ, որպեսզի բոլորի սրտով լինի, որպեսզի բոլորը հասկանան, որ արժանի ծառայողի է տրվում այդ բնակարանը։ Փորձառու ոստիկանը գիտի դժվարին գործը հեշտ կարվի, եթե հանցագործի դեմ դուրս եկողի թիկունքն ամուր լինի։ Պետության գնահատանքից լավ խթան չկա։ Մարդիկ հասկանում են, որ եթե ծառայում են անբասիտ նվիրված իրենց գործին, ուրեմն կարժանանան նման պատվավոր ուրեմն խրախուսանքի։ Երկու սենյականոց բնակարանում 7 չափահաս ու 5 երեխա պատշաճ տեղավորելը դժվար էր։ Որոշում է կայացվել, որ Գեորգի ընտանիքը 3 երեխաներով կտեղափոխվի։ Լավ է, ազգականի տուն են ճարել, վարձ չեն տա։ Ընտանիքի հայրը մտածել է տունը վաճառի, այդ գումարով փորձեն երկուսը գնել, բայց 1961-ին գործարանից տուն ստացած Էմատատիկը կտրականապես դեմ է։ Թորներն էլ կատակում են, տատիկը չի թողնում անգամ դաշնամուրը տնից հանենք։ Այվազյանների դաշնամուրը չէ, բայց սա էլ կառավարության որոշմամբ տեղից շարժվել է։ Օֆելիա Կամավոսյան, Արթուր Հունանյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։